Նա իր ամուսնուն Հայաստանից բերեց Ամերիկա երջանիկ ընտանիք կազմելու համար, բայց նա չգիտեր սարսափելի ճշմարտությունը։ Պատկերացրեք մի երեկո պատահաբար տեսնում եք ձեր ամուսնու հեռախոսը, բացում եք ընդամենը մեկ հաղորդագրություն և ձեր ողջ աշխարհը փլուզվում է։ Հասկանում եք, որ ձեր սերը խաղ էր, իսկ ձեր ապագան դաժան ծրագիր, որտեղ դուք տեղ չունեիք։ Այդ պահին դուք կորցնում եք ամեն ինչ, բացի վրեժի ցանկությունից։ Այս պատմության մեջ մենք ցույց կտանք, թե ինչպես այս կինը քայլ առ քայլ բացահայտեց ամբողջ դավադրությունը։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա դիմակայում ստին և կեղծիքին, բայց ամենակարևորը, մենք ձեզ ցույց կտանք այն անմոռանալի պահը, երբ նա բոլորին հավաքում է մեկ սեղանի շուրջ, և նրանց դեմքին ասում է ողջ ճշմարտությունը։ Այն, ինչ տեղի է ունենում հետո, պարզապես պետք է տեսնել։ Սա ուղղակի դավաճանացության պատմություն չէ, սա ուժեղ կնոջ արժանապատիվ վրեժի պատմություն է։ Բաժանորդագրվեք հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Լոս Անջելեսի արևը ոսկեզօծում էր Գլենդեյլի փողոցները։ Լուսինե Հովհաննիսյանը կանգնեցրեց իր սպիտակ մեքենան։ Նա 35 տարեկան հաջողակ կին էր։ Նրա ժպիտը փայլում էր ինչպես իր կարիերան։ Նա անշարժ գույքի հայտնի գործակալ էր։ Լուսինեն դուրս եկավ մեքենայից։ Նրա հագին թանկարժեք կոստյում էր։ Նա նայեց իր երկհարկանի տանը։ Այս տունը նրա հպարտությունն էր։ Նա ամեն ինչի հասել էր ինքնուրույն։ Իսկ դուք երբևէ զգացել եք, որ ձեր ստեղծած դրախտը դատարկ է։ Նա բացեց դուռը իր բանալիով։ Տանը լուռ էր, չափազանց լուռ։ Հյուրասենյակում մեծ հեռուստացույցներ միացված, էկրանին հայկական սերիալ էր։ Բազմոցին պառկած էր նրա ամուսինը, Արամ Մկրտչյանը։ Արամը 38 տարեկան էր։ Նա 1 տարի առաջ էր եկել Վանաձորից։ Նա եկել էր հարսնացուի վիզայով։ Լուսինեն նրան գտել էր համացանցով։ Նա սիրահարվել էր նրա խոսքերին։ Կարելի է արդյոք սիրահարվել միայն խոսքերին։ Արամը նույնիսկ չշարժվեց, նրա աչքերը կպած էին էկրանին, կողքին դրված էր սուրճի դատարկ բաժակ։ Լուսինեն խորը շունչ քաշեց։ Այս տեսարանը դարձել էր սովորական։ Նա ամեն օր տեսնում էր նույն պատկերը։ Նրա ամուսինը չէր ուզում աշխատել։ Նա չէր ուզում հարմարվել նոր կյանքին։ Նա պարզապես վայելում էր Լուսինեի ստեղծածը։ Նա դանդաղ քայլեց դեպի բազմոցը։ Նրա ձայնը հազիվ էր լսվում հոգնածությունից։ «Բարև, Արամ»։ Արամը առանց նայելու պատասխանեց. «Ահա եկար»։ Լուսինեն պայուսակը դրեց սեղանին։ Նա նայեց սենյակի անկարգությանը։ Ամենուր սփռված էին Արամի իրերը։ Նա զգաց միայնակություն իր իսկ տանը։ Նա երազում էր ամուր ընտանիքի մասին։ Նա ուզում էր երեխաներ ունենալ, բայց Արամը միայն իր մասին էր մտածում։ Նա զգում էր, որ իրեն օգտագործում են։ Նա հարցրեց. «Այսօր գործերդ ինչպես էին»։ Արամը ծիծաղեց. «Ինչ գործ, իմ գործը քեզ սպասելն է»։ Լուսինեի սիրտը սեղմվեց։ Նա հասկանում էր, որ սխալվել է, բայց նա չէր ուզում ընդունել դա։ Նա չէր ուզում, որ մարդիկ խոսեն։ Նա վախենում էր ծնողների հիասթափությունից։ Նրա մայրը, տիկին Անահիտը, ի սկզբանե դեմ էր։ Նա չէր հավատում Հայաստանից եկած փեսային։ Նա զգում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Արամը վերջապես նայեց կնոջը։ Նրա հայացքում սեր չկար, միայն սպասում կար։ Նա նորից գումար էր ուզելու։ Լուսինեն դա գիտեր։ Ամեն շաբաթ նույն պատմությունն էր։ Նրա մայրը Հայաստանում հիվանդ էր։ Նրա մորը անընդհատ դեղեր էին պետք։ Լուսինեն այլևս չէր հավատում այդ հեքիաթներին, բայց նա շարունակում էր տալ։ Նա հույս ուներ, որ մի օր ամեն ինչ կփոխվի։ Իսկ ինչ կանեիք դուք նրա փոխարեն։ Ամեն ինչ սկսվել էր 2 տարի առաջ։ Լուսինեն միայնակ էր։ Նրա բոլոր ընկերուհիներն ամուսնացած էին։ Նրանք երեխաներ ունեին։ Լուսինեն էլ էր ուզում ընտանեկան ջերմություն։ Նա գրանցվեց հայկական ծանոթությունների կայքում։ Այնտեղ նա տեսավ Արամի նկարը։ Արամը լուրջ և խոհուն տղամարդու տպավորություն էր թողնում։ Նա գրել էր, որ փնտրում է լուրջ հարաբերություններ։ Դուք երբևէ հավատացել եք համացանցային սիրուն։ Նրանց առցանց զրույցները երկար էին տևում։ Արամը պատմում էր Վանաձորի իր համեստ կյանքի մասին։ Նա խոսում էր աշխատանքի բացակայությունից։ Նա նկարագրում էր իր հիվանդ մորը։ Նա ասում էր, որ միայնակ է խնամում նրան։ Լուսինեի սիրտը հալվում էր այդ պատմություններից։ Նա տեսնում էր Արամի մեջ իսկական հայ տղամարդու, պատասխանատու և հոգատար որդու։ Վիդեոզանգով Արամը ասում էր. «Լուս ջան, դու հրեշտակ ես։ Աստված քեզ ուղարկեց ինձ համար»։ Լուսինեն պատասխանում էր. «Ես ուզում եմ քեզ օգնել, Արամ, մենք միասին ամեն ինչ կհաղթահարենք»։ 6 ամիս անց Լուսինեն թռավ Հայաստան։ Նա հանդիպեց Արամին Երևանի Զվարթնոց օդանավակայանում։ Արամը նրան ծաղիկներ նվիրեց։ Նա ամաչկոտ էր և հարգալից։ Նրանք միասին գնացին Վանաձոր։ Լուսինեն տեսավ Արամի հին տունը։
Այն փոքր էր և խնամքի կարիք ուներ։ Նա ծանոթացավ Արամի նոր, տիկին Սոնայի հետ։ Տիկին Սոնան առողջ և կենսուրախ կին էր թվում։ Նա անընդհատ օրհնում էր Լուսինեին։ Ինչպես կարելի է չնկատել ակնհայտ սուտը։ Լուսինեն կուրացած էր սիրուց։ Նա չտեսավ, որ տիկին Սոնան բոլորովին հիվանդ չէ։ Նա չլսեց հարևանների շշուկները։ Նա հավատում էր Արամի ամեն մի խոսքին։ 2 շաբաթ անց նրանք նշանվեցին։ Դա համեստ արարողություն էր։ Միայն ամենամոտ հարազատներն էին հավաքվել։ Լուսինեն երջանիկ էր։ Նա վերջապես գտել էր իր երկրորդ կեսին։ ԱՄՆ վերադառնալուց հետո նա սկսեց փաստաթղթերի գործընթացը։ Հարսնացուի վիզան երկար տևեց։ Այդ ընթացքում Արամը շարունակում էր գումար խնդրել։ Պատճառները տարբեր էին. մոր բուժումը, տան վերանորոգումը, հին պարտքերը։ Լուսինեն առանց մտածելու ուղարկում էր, նա ուզում էր ապացուցել իր սերը։ Հակամարտության առաջին նշանները հայտնվեցին Արամի ժամանանից հետո։ Նա ոտք դրեց Լոս Անջելես։ Նա հիացած էր մեծ քաղաքով, բայց նրա հիացմունքը արագ անցավ։ Նա չէր ուզում սովորել լեզուն, նա չէր ուզում աշխատանք փնտրել։ Նա ասում էր, որ դա իր համար չէ։ Նա ասում էր, որ Ամերիկան իրեն խորթ է։ Այստեղ մարդիկ սառն են, հոգի չունեն։ Լուսինեն համոզում էր. Արամ ջան, պետք է ժամանակ տաս, դու կսովորես։ Բայց Արամը չէր ուզում սովորել։ Նա գտավ իր նման ընկերներ։ Նրանք էլ էին ապրում կանանց հաշվին։ Նրանք օրերով նստում էին սրճարաններում։ Նրանք քննարկում էին, թե ինչպես խաբել համակարգին։ Լուսինեն սկսեց անհանգստանալ։ Նրա երազանքների տղամարդը վերածվում էր մակաբույծի։ Հենց այդ ժամանակ նրանց կյանքում հայտնվեց մի նոր մարդ։ Մի կին, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Արամի կյանքում հայտնվեց Արփինեն։ Արփինեն 32 տարեկան էր, նա նույնպես Սփյուռքից էր։ Նա ներկայացավ որպես Լուսինեի հեռու բարեկամ։ Նա սկսեց հաճախ այցելել նրանց տուն։ Նա բերում էր հայկական թքվածքներ։ Նա խոսում էր քաղցր և համոզիչ։ Նա ասում էր, որ ուզում է օգնել Արամին։ Նա ուզում էր օգնել նրան հարմարվել։ Արդյոք բարությունը միշտ անկեղծ է լինում։ Արփինեն ժպտալով ասում էր. Լուսինե ջան, մի անհանգստացիր, ես Արամին կօգնեմ։ Տղամարդու համար դժվար է օտար երկրում։ Լուսինեն սկզբում շնորհակալ էր։ Նա մտածում էր, որ Արփինեն լավ մարդ է։ Նա ուրախ էր, որ Արամը ընկերուհի ունի։ Բայց շուտով նա սկսեց կասկածել։ Արփինեն և Արամը չափազանց մտերիմ էին։ Նրանք միասին գնում էին գնումների։ Նրանք ժամերով խոսում էին հեռախոսով։ Նրանք ունեին իրենց գաղտնիքները։ Ինչպես է ծնվում կասկածը սիրող սրտում։ Լուսինեի մայրը, տիկին Անահիտը, միանգամից չհավանեց Արփինեին։ Նա փորձառու կին էր։ Նա տեսնում էր մարդկանց իրական դեմքը։ Նա զգուշացնում էր դստերը։ Աղջիկ ջան, այդ աղջկա աչքերում նախանց կա, զգուշ եղիր նրանից, նա քո տունը կքանդի։ Լուսինեն չէր հավատում։ Մայրիկ ջան, դու միշտ վատն ես մտածում, Արփինեն պարզապես բարի է։ Բայց մոր խոսքերը մնացել էին Լուսինեի մտքում։ Նա սկսեց ավելի ուշադիր լինել։ Նա նկատեց, որ Արամը փոխվել է։ Նա դարձել էր ավելի գաղտնապահ։ Նա իր հեռախոսը միշտ իր մոտ էր պահում։ Նա հաճախ դուրս էր գալիս բակ խոսելու։ Երբ Լուսինեն մոտենում էր, նա անմիջապես անջատում էր հեռախոսը։ Մի օր Լուսինեն աշխատանքից շուտ վերադարձավ։ Նա ուզում էր անակնկալ անել Արամին։ Նա մտավ տուն և լսեց ծիծաղի ձայներ։ Ձայները գալիս էին խոհանոցից։ Նա զգուշորեն մոտեցավ։ Նա տեսավ Արամին և Արփինեին։ Նրանք նստած էին սեղանի շուրջ։ Նրանք խմում էին սուրճ։ Արփինեի ձեռքը Արամի ձեռքի վրա էր։ Նրանք նայում էին իրար շատ մտերմիկ։ Լուսինեն կանգնեց տեղում։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա չգիտեր ինչ անել։ Նա չէր ուզում տեսարան սարքել։ Նա հետ գնաց և անաղմուկ դուրս եկավ տանից։ Նա նստեց մեքենան և սկսեց լաց լինել։ Նա հասկացավ, որ մայրը ճիշտ էր։ Նրա կյանքում ինչ-որ սարսափելի բան էր կատարվում։ Նա զգում էր դավաճանության սառը համը։ Այդ օրվանից սկսվեց նրա անքուն գիշերների շարանը։ Լուսինեի կյանքը վերածվել էր մղձավանջի։ Նա ապրում էր անվստահության մթնոլորտում։ Նա ամենուր տեսնում էր սուտ և կեղծիք։ Արամի պահանջները դառնում էին ավելի լկտի։ Նա այլևս չէր խնդրում, նա պահանջում էր։ Նա գումար էր ուզում նոր մեքենայի համար։ Նա գումար էր ուզում թանկարժեք հագուստի համար։ Նա ասում էր, որ դա իր իրավունքն է։ Ինչ է տեղի ունենում, երբ սերը դառնում է պարտականություն։ Արամը ասում էր. Ես քո ամուսինն եմ, քո ունեցածը նաև իմն է։ Լուսինենը փորձում էր բացատրել. Բայց դու չես աշխատում, Արամ, այս ամենը ես եմ վաստակել։ Արամը բարկանում էր. Դու ինձ նախատում ես, դու ամերիկացել ես, դու մոռացել ես հայկական ավանդույթները։ Ընտանեկան պատիվը սպառնալիքի տակ էր։ Լուսինեի ընկերները և հարազատները սկսեցին հարցեր տալ. Ինչու է Արամը տանը նստած, ինչով է նա զբաղվում։ Լուսինենը ստիպված էր ստեր հորինել։
Նա ասում էր, որ Արամը առողջական խնդիրներ ունի։ Նա ասում էր, որ Արամը դեռ սովորում է լեզուն, բայց ոչ ոք նրան չէր հավատում։ Ինչ կասեն մարդիկ, հարցը դարձել էր նրա գլխավոր տանջանքը։ Հայկական համայնքը փոքր է, բոլորը բոլորին ճանաչում են, լուրերը արագ են տարածվում։ Լուսինեն վախենում էր խայտառակությունից։ Նա չէր ուզում, որ իրեն խղճան։ Նա չէր ուզում լսել «մենք քեզ զգուշացնում էինք» արտահայտությունը։ Նա կրում էր իր ցավը լուր։ Մի երեկո նրանց տուն եկան Լուսինեի ծնողները։ Նրա հայրը, պարոն Սուրենը, լուրջ մարդ էր։ Նա շատ էր սիրում իր դստերը։ Նա տեսնում էր Լուսինեի թխուր աչքերը։ Նա որոշեց խոսել Փեսայի հետ։ Նա դիմեց Արամին. «Արամ Բալամ, այսպես չի լինի, պետք է ոտքի կանգնես, պետք է աշխատանք գտնես, տղամարդը պետք է իր ընտանիքը պահի»։ Արամը վիրավորվեց. «Պարոն Սուրեն, դուք ինձ միջամտում եք, սա իմ և Լուսինեի գործն է, մենք ինքներս կորոշենք»։ Սուրենը զարմացավ Արամի ագլությունից։ Նա հասկացավ, որ իր դիմաց կանգնած է անպատասխանատու մարդ։ Նա նայեց Լուսինեին։ Նրա հայացքում կար հարց. «Մինչև երբ ես դիմանալու այս ամենին»։ Լուսինեն հայացքը թաքցրեց։ Նա դեռ պատրաստ չէր ընդունել ճշմարտությունը։ Նա դեռ հույս ուներ։ Ճնշումը մեծանում էր։ Արամը սկսեց մանիպուլյացիայի ենթարկել Լուսինեին։ Նա սպառնում էր, որ կվերադառնա Հայաստան։ Նա ասում էր, որ Լուսինեն իրեն չի հասկանում։ Նա մեղադրում էր Լուսինեին իր բոլոր անհաջողությունների մեջ։ Լուսինեն հոգեբանորեն ուժասպառ էր։ Նա զգում էր իրեն թակարդում։ Նա չէր տեսնում ելքը։ Նա ամեն օր աղոթում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբապատկերի առաջ։ Նա խնդրում էր Աստծուն ուժ տալ իրեն։ Բայց ամենասարսափելին դեռ առջևում էր։ Մի հինգշաբթի երեկո էր։ Լուսինեն ուշ էր վերադառնում աշխատանքից։ Նա ունեցել էր ծանր օր։ Նա երազում էր տաք լոգանքի և հանգստի մասին։ Նա մտավ տուն։ Տունը կրկին դատարկ էր։ Արամը գնացել էր իր ընկերների հետ։ Լուսինեն արդեն սովորել էր դրան։ Նա գնաց դեպի ննջասենյակ։ Այնտեղ նրան սպասում էր իր ճակատագիրը։ Նա տեսավ Արամի հեռախոսը։ Այն դրված էր լիցքավորման։ Սա անսովոր էր։ Արամը երբեք իր հեռախոսը անտեր չէր թողնում։ Հանկարծ հեռախոսի էկրանը լուսավորվեց։ Հաղորդագրություն էր եկել։ Ուղարկողը Արփինեն էր։ Լուսինեի սիրտը բաց թողեց մի հարված։ Նա մոտեցավ։ Նա կարդաց հաղորդագրությունը էկրանի վրայից. «Սիրելիս, փողը ստացար Լուսինեից, մեր տան համար էլի գումար է պետք»։ Ինչ է նշանակում մեր տունը։ Լուսինեի ոտքերը թուլացան։ Նա հենվեց պատին, որպեսի չընկնի։ Մեր տան համար։ Այս բառերը դանակի պես խոցեցին նրա սիրտը։ Նա վերցրեց հեռախոսը։ Նրա ձեռքերը դողում էին։ Նա փորձեց բացել այն։ Նա մուտքագրեց Արամի ծննդյան տարեթիվը։ Գաղտնաբառը սխալ էր։ Նա փորձեց իրենց ամուսնության ամսաթիվը։ Կրկին սխալ։ Հանկարծ նա հիշեց մի բան. Արամը միշտ օգտագործում էր իր մոր ծննդյան տարեթիվը։ Նա մուտքագրեց թվերը։ Հեռախոսը բացվեց։ Լուսինեի աչքերի առաջ բացվեց դժոխքը։ Նա բացեց Արփինեի հետ զրույցը։ Այնտեղ հարյուրավոր հաղորդագրություններ կային։ Այնտեղ նկարներ կային։ Արամի և Արփինեի համատեղ նկարները։ Նրանք գրքախառնված էին։ Նրանք երջանիկ տեսք ունեին։ Նա սկսեց կարդալ։ Նա կարդում էր և չէր հավատում իր աչքերին։ Ամեն ինչ պարզ դարձավ։ Արամը և Արփինեն վաղուց էին սիրեկաններ։ Նրանք ծանոթ էին դեռ Հայաստանից։ Նրանք միասին էին մշակել այս սարսափելի ծրագիրը։ Արամը պետք է ամուսնանար Լուսինեի հետ։ Նա պետք է ստանար կանաչ քարտ։ Հետո նա պետք է բաժանվեր Լուսինեից և ամուսնանար Արփինեի հետ։ Այն գումարը, որ Լուսինեն ուղարկում էր հիվանդ մորը, Այդ գումարով նրանք գնում էին իրենց ապագա տունը։ Նրանք ծիծաղում էին Լուսինեի միամտության վրա։ Նրանք նրան անվանում էին ամերիկահայ հիմարիկ։ Լուսինեն զգաց սուր ցավ կրծքավանդակում։ Նա չէր կարողանում շնչել։ Աշխարհը փլվեց նրա գլխին։ Նրա սերը, նրա երազանքները, նրա ընտանիքը։ Ամեն ինչ սուտ էր։ Ամեն ինչ խաբեություն էր։ Նա նստեց հատակին։ Նա գրկեց իր ծնկները և սկսեց լաց լինել։ Դա հուսահատության լաց էր։ Դա կոտրված սրտի ճիչ էր։ Նա շարունակեց կարդալ։ Նա տեսավ հաղորդագրություն Արամի մորից, տիկին Սոնայից. «Արամ ջան, Արփինեն ոսկի աղջիկ ա, շուտ արա այդ ամերիկահայից պրծի, մենք քեզ սպասում ենք»։ Այդ պահին Լուսինեն հասկացավ։ Ամբողջ ընտանիքը մասնակից էր այս դավադրությանը։ Նրա ցավը վերածվեց զայրույթի։ Նրա արդյունքները չորացան։ Նրա աչքերում կռակ վառվեց։ Նա այլևս զոհ չէր լինելու։ Լուսինեն չգիտեր, որքան ժամանակ էր նստել հատակին։ Նա ուշքի եկավ բանալու ձայնից։ Արամը վերադարձել էր։ Լուսինեն արագ սրբեց արցունքները։ Նա հեռախոսը դրեց իր տեղը։
Նա պետք է ուժեղ լիներ։ Նա չպետք է ցույց տար իր ցավը։ Դեռ ոչ։ Արամը մտավ սենյակ։ Նա անհոգ տեսք ուներ։ Նա ասաց. «Լուս, տանն ես, ես քաղցած եմ»։ Ինչպես կարելի է այդքան անտարբեր լինել։ Լուսինեն նայեց նրան։ Նա տեսնում էր մի օտար մարդու։ Նա զզվում էր նրանից, բայց նրա դեմքը քարեր էր։ Նա պատասխանեց սառը ձայնով. «Սառնարանում ուտելիք կա»։ Արամը զարմացավ կնոջ տոնից, բայց նա ուշադրություն չդարձրեց։ Նա գնաց խոհանոց։ Լուսինեն վերցրեց իր հեռախոսը։ Նա զանգահարեց իր մորը։ Նրա ձայնը դողում էր. «Մամ, կարող եմ գալ, պետք է խոսենք»։ Տիկին Անահիտը անհանգստացավ։ «Աղջիկ ջան, ինչ է պատահել, ձայնդ լավ չի գալիս»։ Լուսինեն գնաց ծնողների տուն։ Նա նստեց հյուրասենյակի բազմոցին։ Նրա հայրն ու մայրը նստեցին նրա դիմաց։ Նա պատմեց ամեն ինչ։ Նա ցույց տվեց հեռախոսի նկարները։ Նա կարդաց հաղորդագրությունները։ Տիկին Անահիտը սկսեց լաց լինել։ Պարոն Սուրենի դեմքը քարացավ։ Նրա աչքերում զայրույթ կար։ «Ես քեզ ասում էի, իմ սիրտը զգում էր, այդ անպատիվները»։ Պարոն Սուրենը խիստ ասաց. «Հանգստացիր կին, լացով գործ չի լինի, նա պետք է պատժվի, այդ սրիկան պետք է դուրս գա իմ աղջկա տնից, հենց հիմա»։ Բայց Լուսինեն այլ ծրագիր ուներ։ «Ոչ հայրիկ, ոչ հիմա, ես ծրագիր ունեմ, նրանք պետք է խայտարակվեն բոլորի առաջ»։ Լուսինեի ընտանիքը միահամուռ կանգնեց նրա կողքին։ Նրանք հասկացան, որ Լուսինեն ուժեղ է, նա կոտրված չէ, նա վիրավոր է, բայց անպարտելի։ Նրանք սկսեցին մշակել վրեժխնդրության ծրագիրը։ Նոր դաշինք էր ձևավորվել։ Դա ընտանիքի դաշինքն էր, ընդդեմ ստի և դավաճանության։ Պարոն Սուրենը զանգահարեց իր եղբորը, Գագիկին։ Գագիկը հարգված մարդ էր համայնքում, նրա խոսքը կշիռ ուներ։ Նրանք որոշեցին ամեն ինչ անել ըստ հայկական սովորույթների։ Պատիվը պետք է վերականգնվեր։ Դավաճանները պետք է ստանային իրենց արժանի պատիժը։ Փոթորիկը մոտենում էր։ Ծրագիրը պատրաստ էր։ Լուսինեն կիրակի օրը ընտանեկան ընթրիք կազմակերպեց։ Նա հրավիրեց իր ծնողներին և հորեղբորը, և իհարկե նա հրավիրեց Արփինեին։ Նա զանգեց Արփինեին և քաղցր ձայնով ասաց. «Արփինե ջան, կիրակի մեզ մոտ արի, ընտանեկան հավաքույթ է, դու արդեն մեր ընտանիքի անդամ ես»։ Արփինեն ոչինչ չկասկածեց. «Իհարկե Լուս ջան, սիրով կգամ»։ Ճակատագրական օրը մոտենում էր։ Կիրակի օրը եկավ։ Տունը լցված էր համեղ ուտեստների բույրով, սեղանին դրված էր դոլմա, լավաշ և հայկական գինի։ Լուսինեն գեղեցիկ զգեստ էր հագել։ Նա հանգիստ էր և վճռական։ Արամը և Արփինեն եկան միասին, նրանք ծիծաղում էին և կատակում, նրանք չէին զգում մոտալուտ փոթորիկը։ Բոլորը նստեցին սեղանի շուրջ։ Պարոն Սուրենը առաջին բաժակաճառը բարձրացրեց։ Նա խոսեց ընտանիքի և պատվի մասին։ Նրա խոսքերը լարվածություն ստեղծեցին օդում։ Արամը և Արփինեն սկսեցին անհանգիստ շարժվել իրենց տեղերում։ Ընթրիքը շարունակվում էր։ Լուսինեն վեր կացավ։ Նրա ձեռքին իր հեռախոսն էր։ Բոլորը լռեցին։ «Ես ուզում եմ մի բաժակաճառ ասել։ Ես ուզում եմ խմել իսկական սիրո կենացը։ Եվ նաև ուզում եմ շնորհավորել Արամին և Արփինեին, նրանք շուտով կամուսնանան»։ Սենյակում սառը լռություն տիրեց։ Արամի և Արփինեի դեմքերը գունատվեցին։ Նրանք հասկացան, որ ամեն ինչ բացահայտված է։ Արամը շփոթված հարցրեց. «Լուսինե, ինչ ես դու խոսում»։ Լուսինեի ձայնը պողպատի պես հնչեց. «Ես խոսում եմ ճշմարտությունը, ես խոսում եմ ձեր դավաճանության մասին, ես խոսում եմ ձեր ստոր ծրագրի մասին»։ Նա սկսեց բարձրաձայն կարդալ նրանց հաղորդագրությունները։ Նա ցույց տվեց նրանց համատեղ նկարները։ Ամեն մի բառը ապտակի պես հնչում էր։ Արփինեն սկսեց լաց լինել։ Արամը փորձեց արդարանալ. «Դա այդպես չէ, դու սխալ ես հասկացել»։ Պարոն Սուրենը վեր կացավ։ Նրա հասակը վեհաշուք էր, նրա ձայնը որոտում էր. «Լռիր անպատիվ, դու արժանի չես հայ տղամարդ կոչվելու, դու խայտարակեցիր մեր ընտանիքը, դուրս իմ տնից, և այլևս երբեք չհայտնվես իմ աղջկա կյանքում»։ Արամը վախեցած նայեց Սուրենին։ Նա հասկացավ, որ խաղն ավարտված է։ Նա վեր կացավ և արագ դուրս եկավ տանից։ Արփինեն հետևեց նրան։ Նրանք փախան ինչպես վախկոտ առնետներ։ Ընտանեկան արդարությունը հաղթանակեց։ Սկանդալից հետո Լուսինեի կյանքը սկսեց նոր փուլ։ Նա անմիջապես դիմեց ամուսնալուծության։ Նա նաև դիմեց ներգաղթի ծառայությանը։ Նա ներկայացրեց բոլոր ապացույցները։ Նա պատմեց ամուսնական խարդախության մասին։ Արամի համար Ամերիկայի դռները փակվեցին ընդմիշտ։ Նա ստիպված էր վերադառնալ Վանաձոր։ Նրա ամերիկյան երազանքը փլուզվեց։ Համայնքում լուրերը արագ տարածվեցին։ Բոլորը իմացան ճշմարտությունը։ Ոչ ոք չքննադատեց Լուսինեին։ Ընդհակառակը, բոլորը հիանում էին նրա ուժով և արիությամբ։ Նա կարողացել էր պաշտպանել իր պատիվը։ Նա դարձել էր օրինակ շատ կանանց համար։ Նա ապացուցեց, որ հայ կինը կարող է լինել ուժեղ։ Նա կարող է պայքարել իր իրավունքների համար։ Դուք կհամարձակվեիք նման քայլի։
Լուսինեն վերագտավ իրեն։ Նա հասկացավ, որ իր երջանկությունը կախված չէ տղամարդուց, նրա երջանկությունը իր ձեռքերում է։ Նա ավելի շատ ժամանակ էր անցկացնում իր ընտանիքի հետ։ Նրանց կապը ավելի էր ամրապնդվել։ Նա շարունակում էր իր հաջողակ կարիերան։ Նրա տունը կրկին լցվել էր լույսով և ծիծաղով։ Նա ապրում էր լիարժեք կյանքով։ Նա ազատ էր ստից և դավաճանությունից։ Մի քանի ամիս անց նրա հեռախոսը զանգեց, անծանոթ հայկական համար էր։ Նա վերցրեց հեռախոսը։ Գծի մյուս կողմում Արամն էր։ Նրա ձայնը թույլ էր և զղջացող։ «Լուսինե ջան, ներիր ինձ, ես սխալվեցի, ես կորցրի քեզ»։ Լուսինեն լսեց նրան։ Նրա սրտում այլևս ցավ չկար, միայն խղճահարություն կար։ Նա հանգիստ պատասխանեց. «Ես քեզ ներել եմ, Արամ, բայց ես քեզ չեմ մոռանա, մնաց բարով»։ Նա անջատեց հեռախոսը։ Նա փակեց իր անցյալի վերջին էջը։ Նա պատրաստ էր նոր սկզբի։ Ասացեք մեզ, ինչպես կվարվեիք դուք այս իրավիճակում։ Ձեր կարծիքը շատ կարևոր